Մենք եթերում ենք բարելույս բարարավատ, ուրախ ողջունում նշացրել եմ ստադիտողին, բոլոր նրանց, ովքեր որ քիչ առաջ միացան մեզ եւ հիմա կխնդրեմ, նույնիսկ եթե եթերը չդիտեք, հետո YouTube-ում կգտնեք մեր պաշտոնականություն անպայման եւ ցույց տվեք այս հարցազրույցը ձեր ընկերներին, հարազատներին, ովքեր որ ասում են, չէ, դու չգիտես, հնարավոր է, $100 գցում ես, այդ հոլովակները sense նայում ես ու փողը գալի քեզ։ Հետո տուն ես առնում։ Հետո տուն առնում, հետո որ քեզ ստիպել է դու հոլովակները նայես։ Facebook-ում գտնում ենք մեր աչքով է գալիս, օրինակ ինչ որ ես էջ եմ հիշում, որտեղ նաև օգտագործվել է շատ հայտնի շոումեն դերասան Գարիկ Մարտիրոսյանի դեմքը, որտեղ առաջարկում են ներդրում անել, լինել ակցիաների ինչ-որ սեփականատեր եւ հարստանալ։ Տեսնում ես, նույնիսկ Գարիկ Մարտիրոսյանի դեմքն էին այնտեղ գտել, որ բոլորը հավատան, որ այո, դա ճիշտ է։ Չգիտեմ որքանով է դա հնարավոր վերահասկել, թե ոչ, եւ կա նաեւ հայտնի մի կայք, որը չգովազդեմ, որտեղ որ հայազգը տեղադրում է սկսած անպետք իրերից վերջացրած մեքենաներով, ես զբաղվում եմ վաճառքով եւ շատ հաճախ գրում են, ասում են, մենք ուզում ենք գնենք ձեր ապրանքը, փոխանցենք, ապրանք ուղարկեք, մենք հենց հիմա գումարը փոխանցում ենք, բայց իրականում ոչ գումարն են փոխանցում, իսկ դուք կորցնում եք ձեր ապրանքը։ Այսինքն մենք այսօր կխոսենք շատ հայտնի մի մարդու հետ, ում դեմքը ծանոթ է բոլորիդ, ու ես վստահ եմ, որ եթե նա բացի իր Messenger-ը, Telegram-ը, Instagram-ը, Viber-ը, WhatsApp-ը կգտնի ձեր նամակը, որովհետև դուք դիմել եք նրան։ Իսկ նա տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Բարելույս։ Լույս Արարատի։ Շատ երկար ներկայացրեցինք։ Բայց պատմեցեք, ես կարող եմ գնալ։ Այո, եկեք սկսենք հենց այդ ներդրումային, հա, բաներից, որովհետև իմ կարծիքով, եթե չենք էլ արել ամենի մեջ չենք մտել, մեր հեռուստադիտորն է եւ մենք գոնե տեսել ենք դա մեր աչքով անցել է եւ այդ նույն Hello-Bit-ն է, նույն Allegro-ն է, որոնք փակվեցին Google-ային համակարգն ամենաշատը, որը որ նաեւ շատ խորամանկ քայլի է գնում խրախուսում է ինչ-որ մեծ գումար բաժանում է, իսկ հետո կրկնակին եռակին սկսում է հավաքել։ Տեսեք, իրականում այստեղ մի ցավալի պահ կա, որովհետեւ ներդրումները վատ բան չեն։ Ուղղակի այդ վատ ներդրումները այնքան շատ են տարածվել, որ այդ բառը արդեն ասոցիացվում է ինչ-որ վատ բանի հետ։ Իրականում մեր հասարակության, տնտեսության, բիզնեսների համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ գումարները դոշակի տակ չպահեն, այլ ներդնեն հենց բիզնեսների մեջ, դա բոլորի համար լավ է։ Ուղղակի այստեղ հարցն անում է, որ մենք հասարակություն ենք, որը ոնց որ սովետից է դուրս եկել են ժամանակ, դու հասկանում եք այդ ամեն ինչը արգելված էր եւ այլն, ու պատկերացումները առաջինը MMM-ներ, չէ՞, եթե այդպես կարելի ասել, որ մի հատ էլ հայկական կար, GMZ էր, հա, ոնց որ MMM-ին զուգահեռ շատ արագ եղավ, արագ տրակեց, լիքը մարդ դուժեց, բայց MMM-ը իհարկե գրանձիոզ երևույթ է, դե մենակ այդ չէր։ Զուգահեռ այնտեղ Tech Invest M կար, Ռուսկի Dom Selling-ը կար եւ այլն, ուղղակի MMM ամենան են բում արածներ լավներ էլի, Total-ն ու Չալաղաջը։ Բայց ամեն դեպքում այստեղ սպասելիքների հարցն է, այսինքն մարդիկ պատկերացնում են, որ իրենք պետք է այդ գումարը ներդնեն, վաղը իրենց արդեն արկղով գումարը բերեն։ Երբ որ մարդկանց բացատրում ես, որ ներդրումները ենթադրում են 12 15, 20% ոչ թե օրական, այլ տարեկան, իրանք տենց ասում են, չէ, հետաքրքիր չի, եկեք մանկանք ավելի լավ տարբերակ ու փաստացի խաղադրույքը ու ներդրումը խառնում են իրար հետ։ Այսինքն մարդիկ ուզում են տենց խաղադրույքի պես անեն, որ ֆուտբոլից առաջ գումարը դնեն, հետո 40-պատիկ վերջում ստանան։ Ու բնականաբար հանցագործները շատ լավ պատկերացնում են մարդկանց ուզածը։ Այդ խմբերում լուրջ հոգեբաններ են աշխատում, սոցիոլոգներ եւ այլն ու լավ կարողանում են մարդկանց այդ բաների վրա խաղալ։ Ու այստեղ իհարկե կան մի շարք տարածված սխեմաներ։ Ամենավատը, ինչպես ասացիք, դա բուրգերն են, որովհետեւ բուրգը սկզբից գումար տալիս է։ Ով բուրգ սկզբից է մտնում ու շատ ժլատ չի, ինքը ռեալ տուն առնում է։ Բայց խնդիրն անում է, որ մենակ տուն առնելով չի, այդ մարդը տուն առնում է շնորհիվ նրա, որ ներգրավում է իր խնամի ծանոթ բարեկամ հարազատներին ու հետո
երբ որ այդ ամեն ինչը պայթում է, այդ ԽՑԲ-ները քաշվում են մի այլ ձև, այդ մարդը տուն առնում է, բայց կորցնում է մարդկային հարաբերություններ, վստահությունը եւ այլն, հա։ Ես ձեզ ասեմ, որ այդ բուրգերի դեպքում, երբ որ մարդկանց զգուշացնում եմ, հիմնականում, այդ որ ասում եք Messenger-ում գրած կակ, Viber-ով եւ այլն, բուրգերի մասնակիցներն էլ են գրում, բայց հիմնականում անեծքներն ու հայհոյանքներ, որովհետև ասում են դու իմ երեխու հացին վայիս ես ըլնում, որովհետև ես հիմա հենց փող եմ վաստակում, հա։ Ու մարդիկ տենց աչքերը փառակալած վիճակում են գտնում, այսինքն մեծամասնության անհնարին է հասկացնել, որ իրանք մտել են հանցավոր սխեմայի մեջ, ու ոչ միայն քաշվող են, այլ ուրիշներին քաշող։ Նաև, որովհետև այնտեղ գիտեք, գործում է այդ ռեֆերալների բանը, դու ինչքան շատ մարդ բերում ես, այդքան քո տոկոսը աճում է։ Եվ բուրգերը իհարկե ազգային անվտանգության մակարդակի խնդիր են, որովհետև բուրգերի մեջ միանգամից շատ մարդ է ներգրավում։ Եվ երբ որ պայթում է, դա կարող է ունենալ շատ վատ էֆեկտներ։ Օրինակ, ես ձեզ տարօրինակ բան ասեմ, որը շատ հիմա մոռացված թեմա է, բայց Կոսովոյի պատերազմը սկսվեց դրանից, որ Ալբանիայում բուրգերը պայթեցին, այնքան մարդ դուժեց, որ սկսվեց ինչ-որ փողոց դուրս եկան, տներ, մեքենաներ այրել, հարցակվել ռազմական բազաների վրա, զենք գողանալ եւ այլն, հետո այդ զենքը հետևից արտահոսեց Կոսովո եւ սկսվեց այդ կինոն։ Այնպես որ իրականում բուրգերը նաև հիմա գիտեք հիբրիդային պատերազմների մասին շատ է խոսում, իրական դա կարող է ոչ միայն հանցագործների ձեռքում լինել, այլ հենց հիբրիդային հարձակման ձև, որով երկրից մեծ գումար է հանում, հետո ստեղծվում է այսպես անառողջ մթնոլորտ երկրի դերսում, որտեվ մենակ օրինակ Hello-Bit-ի դեպքում, որ պատկերացնեք 20,000 հոգի տուժեց։ Այդ մենակ մի դեպքն էր, իսկ այդ դրանք դու եսիմ Allegro էր, Aurora էր, City Bike էր, ինչ ասես Tesla կար մի հատ։ Այդ ամեն մեկում տասնյակ հազարավոր մարդիկ են տուժել։ Ցավալի է, որ կան մարդիկ, որոնք ամեն մեկում տուժում են։ Տենց էլ է լինում։ Բայց ամեն դեպքում սա անհատներին է հարվածում, հասարակական հարաբերություններին է հարվածում եւ ընդհանուր Հայաստանի տնտեսությանը, որովհետեւ դուք պատկերացնում եք ինչ գումարների արտահոսք կա այստեղից լինում, բայց թե բուրգերը միակ տարբերակը չեն մարդկանց թալանելու, մյուսը այդ ձեր ասած հասարակ ներդրումներն են, որ իբր Գազպրոմից մարդկանց գրում են, դա էլ է հետաքրքիր, մարդ որ մի քիչ նորությունները կարդա կտեսնի, որ Գազպրոմը ոնց քրական ասեմ, շատ վատ դիրքում է գտնվում տնտեսական, բայց իրանց համոզում են, որ այնտեղ գումար ներդնելը իրանք մեծ տոկոս կստանան, այդ փողը տալիս են ու վերջ, այստեղ բուրգել չկա, ուղղակի փողը առնում տանում են։ Պարոն Մարտիրոսյան, այսօր ամենախոցելի Messenger-ը որն է եւ ինչու, WhatsApp, Viber, թե Telegram։ Բոլորը։ Հա, իրական բոլորը, ամեն մեկը իր ձևով է խոցելի, առաջի խոցելիությունը դա մարդկային, տեսեք, մարդիկ մեծամասնությունը կյանքում չեն մտնում կարգավորումների անվտանգության բաժին։ Իրականում այդ Messenger-ները որքանով էլ վատը լինեն, եսիմ տգեղը լինեն, մանուշակագույնը լինեն եւ այլն, իրենք sense տենց մտածում են անվտանգության մասին, առնվազն երբ որ խոսքը գնում է միջին վիճակագրական մարդու մասին, ոչ թե ինչ որ մեկի, այստեղ լրիվ ուրիշ թեմա է բացվում, եթե մարդ ընդհանրենք պետական գաղտնիքի գրող է, կարևոր պաշտոն ունի եւ այլն, այնտեղ հարցը լրիվ ուրիշ է, հա։ Ես չեմ ուզում դա հիմա քննարկեմ, բայց եթե միջին վիճակագրական քաղաքացիություն վերցնենք, Messenger-ների բոլորն էլ քիչ թե շատ ապահով են, եթե դու մտել ես այդ բոլոր ապահովության դաշտերը գիտակցաբար լրացրել ես, միացրել ես երկփուլային վավերացումը, կցել ես քո էլեկտրոնային փոստը, այդ էլեկտրոնային փոստը դու հիշում ես գաղտնաբառը, այսինքն մի քանի կանոն է, որին եթե հետևես, մեծ հաշվով, եթե դու չես պլանավորում այնտեղ հուսիտների դեմ
ռազմական հարցակում, հիշում եք, չէ, Ամերիկայում օրինակ սիգնալը համարվում է շատ վստահելի մեսենջեր։ Բայց ամերիկյան ղեկավարությունը հուսիտների դեմ հարձակումից առաջ սխալմամբ մի հատ լրագրողի էին մտցրել այդ խումբ, որտեղ քննարկում էին թե որտեղից որ հրթիռն է թռնելու մանրամասներով, րոպեներով, վայրկյաններով, այդ լրագրողն էլ շիվարած ինքն էլ չէր հավատում իր աչքերին, ոնց է հայտնվել այդտեղ ու կարդում է այդ ամեն ինչը, հա։ Այսինքն մարդկային գործոնը sense տենենց ամենալուրջն է։ Եթե գնանք ավելի արդեն տեխնիկական հարցերում եւ այլն, մեծ հաշվով, եթե դուք եսիմինչ չեք տարածում այդ մեսենջերներով, իրանք հաստատ ավելի վստահելի են, քան եթե դուք զանգեք հասարակ բջջային կապով։ Հա։ Այն մնացած դեպքերում, եթե դուք համարում եք, որ դուք խոցելի եք, փաստաբան եք, անդիմադիր քաղաքական գործիչ եք, իշխանական քաղաքական գործիչ եք, լրագրող եք եւ այլն, այդ դեպքում արդեն այս 15 րոպեվա մեջ չէ, պետք է նստեք մի քիչ խորանալ։ Facebook, Instagram, Telegram, WhatsApp բոլոր այդ հարցերի պատասխանները կարող եք գտնել պարոն Մարտիրոսյանի էջը մտնելով, որտեղ քայլ առ քայլ մանրամասն ներկայացված է ինչ է պետք անել, գոնե պրիմիտիվ քայլերն է պետք իմանալ, որպեսզի պաշտպանված լինեք այդ ամեն ինչից։ Պարոն Մարտիրոսյան, նաև մենք խոսեցինք այդ ներդրումայինից, եւ քանի որ մեր ազգը շատ ազարտնիկ է ու սիրում են, չէ, որ ասենց հեշտ փող բան եւ այլն, ու ինչպես որ դուք նշեցիք, այո, միևնույն է կան արդար, հա, հարթակներ, որտեղ կարելի է ներդրում անել։ Ինչպես տարբերել այդ հարթակներին, այն պրիմիտիվ մի քանի կետ։ Տեսեք, ամենապարզ բանը, որքան ներդրումը մեծ տոկոս է լավերի մասին է խոսքը գնում։ Այդքան ենթադրում է ձեր կողմից գիտակից մոտեցում։ Ամենապարզը դուք դնում եք ավանդ բանկում։ Այստեղ տոկոսը, բանկային, այսօրվա դրամային ավանդները մոտ 10% տարեկանի շուրջ է, բայց ենթադրում եմ, որ դու փողը դրեցիր ու չես մտածում ինչ անել, ոնց անել, հարկերը ոնց վճարել, ուր դնել եւ այլն, ուղղակի բանկն է այդ քո տեղը անում, ինքը իր հավելյալ տոկոսը վերցնում է։ Մնացած բոլոր դեպքերում կամ պետք է դուք խորանաք, կամ կան կազմակերպություններ, որտեղ ձեզ ոնց որ կցում են մենեջերի, որը ձեզ ասում է, որ ավելի լավ է սենց անենք, նենց անենք եւ այլն։ Ամեն դեպքում եթե մարդ գլուխ չի անում, լավ կանի մտնի կենտրոնական բանկի կայք, այնտեղ բոլոր նրանք, ով ԿԲ-ի վերահսկողության տակ են, ցանկը կա։ Այսինքն եթե քեզ ինչ-որ մի կազմակերպություն առաջարկում է ներդրում անել, այդ ներդրումը կարող է լինել հայկական ստարտափների մեջ, կարող է լինել արտասահմանյան բաժնետոմսերի մեջ, կամ հայկական պարտատոմսեր գնել եւ այլն, համոզվեք, որ առաջարկողը գրանցված է այդ ԿԲ-ում։ Որովհետեւ կենտրոնական բանկը, եթե վերահսկում է, դա նշանակում է, որ այդ ֆունկցիան ստուգելու եւ այլն համոզվելու ինքը իր վրա վերցրել է, դու կարող եք վստահել։ Մնացած դեպքերում էլի գալիս ենք դրան, որ մարդ պետք է նստի սովորի, եթե ուզում եք մեծ տոկոսով ներդրում, դա նշանակում է, որ դա ռիսկային է, այսինքն կարող է քիչ էլ լինի։ B դա ենթադրում է ձեր կողմից կամ դուք գիտակից ոնց որ ուսումնասիրած լինեք, կամ գտնեք մեկին, որ դա ձեր հետ կանի, այդ մեկն էլ բնականաբար իր տոկոսն է վերցնում որպես գործ, հա։ Ամեն դեպքում ամենալավ սկզբունքը դա կամ վստահել բանկային համակարգին, որտեղ այսօր բանկերը սկսել են առաջարկել բացի ավանդներից նաև օրինակ պարտատոմսեր հենց հայկական ընկերությունների, այսինքն բոլորը գոհ են փողը մնում է հայկական տնտեսության մեջ, մյուս կողմից մարդիկ ստանում են տարեկան արդեն 12-13-14%, բայց էլի օրական 2-3%, ամիսը 100-150% տենց ներդրում իրական էլի կարող է լինի, բայց չեմ ուզում էլի տենց շատ խոսալ, շատ խորացած օրինակ կրիպտոյում աշխատող մարդիկ կարող է տենց գումար ստանան, բայց հաջորդ օրը կարող է մի քանի երկնապատիկը կորցնեն, ուզում եմ ասեմ դա շատ ռիսկային ու ենթադրում է շատ խորացած մոտեցում, էլի ավելի լավ է հեռու մնալ տենց բաներից։ Պարոն Մարտիրոսյան, արդյոք ապագայում թվային անվտանգությունը կդառնա նույնքան պարտադիր, որքան անձնագիրը։
Աստծես։ Ինձ թվում է արդեն դարել է, ուղղակի վերեկներս խաբար չկա, որովհետև մեծ հաշվով, տեսեք, այսօր ինչ կա, չկա թվայնացվում է, այս տարի ինձ թվում է տենց բավականին շրջադարձային կլինի Հայաստանի համար, որովհետև օրենքներ մի շարք մտան, ստեղծվել է ընդհանրական հարթակ, այդ հարթակ EM-ն է, որտեղ արդեն, չգիտեմ, տեսել եք թե չէ, որ մեքենան կարելի է վաճառել on-line, այսինքն ուղղակի երկու հոգի հանդիպեն, իրար հետ mobile ID-ով ստորագրեն ու ծրվեն տներով, առանց մռու գնալու եւ այլն։ Ամուսնանալը Հա։ Մենակ երեխաներն են, չէ՞, բայց հա։ Հա, բայց երեխու գրանցումը եւ այլն դա էլ է լինելու եւ այլն, այսինքն այս տարվա մեջ լիքը բան կմտնի թվայնացում, բայց դա նաեւ նշանակում է, որ այդտեղ սկսվում են խնդիրներ, հա, որովհետեւ ներթափանցումը այդ process-ների մեջ կարող է բերի նրան, որ մարդ շատ ավելի լուրջ կորուստներ ունենա, քան իր одноклассники պրոֆիլը։ Այնպես որ կարծում եմ ոնց որ մեքենա վարելուց անձնագիրը չէ, բայց ոնց որ մեքենա վարելու վարորդական իրավունք ստանալու համար դու պետք է սովորես օրենքներ, առնվազն դա տենց է։ Փողոցները որ նայում ես, տեսնում ես, որ կեսը սովորած չեն։ Ուղղակի նվիրել են։ Այո։ Կամ գտել է ուղղակի։ Ավելի շուտ։ Նույնն էլ թվային տիրույթի հետ աշխատանքը պետք է լինի։ Իհարկե մարդկանց այդտեղ դժվար է պարտադրելը, բայց ինքնապարտադրանք պետք է լինի, այսինքն դու մտնում ես այդպես մի քիչ վայրենի աշխարհ, պետք է պատրաստված լինես, հակառակ դեպքում հաստատ դուժելու ես, էլի։ Վերջին շրջանում պարոն Մարտիրոսյան, նաև շատ ենք լսել, երբ որ մարդկանց անուններով վարկեր են վերցնում, նաև շատ հաճախ զանգեր ենք ստացել ու ոչ թե այնտեղից ինչ որ ռուսերեն, ինչ որ ասին են բարև ձեզ, մենք ուզում ենք ձեզ վարկ տրամադրենք, այլ շատ մաքուր սիրուն հայերենով, վստահ ձայնով խոսում են կարծես թե X հայտնի բանկից ձեզ զանգել են ու ինչ որ խնդիր կա, հեսա հաղորդագրություն կստանաք ու ցավոք սրտի շատերը միամիտ հավատացել են եւ արել են։ Ես ունեք մտածում եմ, լավ, ինչու բոլոր բանկերը չեն համախմբվում, որովհետեւ բոլորին է սպառնում դա, կարելի է բոլորով համախմբվել, մտածել, ձերպես մասնագետների հետ նստել, քննարկել, հասկանալ ինչ կարելի է անել։ Բայց կարծես թե ամեն մի բանկը մնում է իր խնդիրների հետ ու ցավոք սրտի դա վերահսկել, ինչպես տեսնում եք, չի ստացվում ու շատերը դուժել են։ Դեպքում ընդհանրապես։ Դե վերահսկել ամբողջությամբ հնարավոր չի լինելու բացարձակապես, որտեղ այդ խմբերը դրսից են գործում, որքան էլ լավ հայերեն խոսում են։ Սովորաբար դա ինչ այս կրիմինալ, այսինքն հայկական համարով որ զանգում են, կրկին դրսից։ Հա, կեղծած դրսի ինտերնետ վայ բանով է, ինտերնետ տելեֆոնիայով կեղծում են, կամ օրինակ WhatsApp են կոտրում, այդ WhatsApp-ով են գրում։ Հազար մի հնար կա ու սովորաբար այդ հանցագործները, իհարկե մեր հայ մտավորականներն կան, որոնք գործում են այս դաշտում, հենց Հայաստանում։ Շատ հաճախ դա բանտերից օրինակ արվում։ Բայց այդ մեծ հայտնի խոշոր հարցակումները արվում են դրսից ու սովորաբար ընտրում են նենց երկրներ, որոնք քիչ հարաբերություններ իրավապահների հետ ունեն, այսինքն նույնիսկ հետքը գտնելը դառնում է խնդրեմ։ Հայաստանում էլ տենց խմբեր կան, եթե հետևում եք մեր քննչականը պարբերաբար եւ ոստիկանությունը ցույց են տալի ոնց այդ call center-ները բռնում են, բայց իրանք էլ աշխատում են ուրիշ երկրների դեմ։ Դա սովորաբար ոնց որ միջսահմանային բաներ են, դրա համար դրանց գտնել, վերահսկելը դառնում է գրեթե անհնարին ու այստեղ մնում է A մարդկանց անընդհատ կրթելը, B փորձել տեխնիկապես դրա դեմը ինչ որ չափով առնել, ամբողջությամբ առնել չի լինի, բայց օրինակ Ռուսաստանում կա գոսուսլուգի, ինչ կա լցրած է այնտեղ։ Հիմա օրինակ այնտեղ էս մի տարյակ կետ են ավելացել, որ դու կարող ես մտնել ու արգելել քեզ վարկ տալ։ Այսինքն որ նույնիսկ եթե սխալվես, քաշվես, ոչ մի բանկ իրավունք չունի քեզ վարկային գիծ բացել, որովհետև դու ինքդ քեզ արգելել ես։ Մեր մոտ այդ process-ը ակրայով կա, բայց խուճուճա մեծ մասը չեն էլ կարող հասկանալ դա ոնց անել, բայց ամեն դեպքում ինչ որ հարցեր հնարավոր է լուծել նաև բանկերը, որ իսկապես համախմբեն ինչ որ կանխարգելիչ բաներ միասին անել, երևի իսկապես լավ կլինի, բայց ամեն դեպքում ինչ էլ անեն, քանի որ բանկային համակարգը գնում է դեպի հեշտացում, on-line-ացում, այդտեղ հանցագործները մտնելու են։
կամ պետքա տանես հետ, որը լավ գաղափար չի, կամ պետքա բանկերը, կենտրոնական բանկը, հասարակությունը, պետությունը բոլորը համատեղ իրար օգնելով ստեղծեն ավելի անվտանգ միջավայր։ Մարդիկ մեկը քաշվելու են, որտեվ տեսեք առաջ ռուսերեն են խոսում, հետո ակցենտով հայերեն, հետո լավ վարժ հայերեն։ Մի տարի հետո ձեր ծանոթի ձայնով են խոսելու, արդեն կան, հա, այսինքն արհեստական բանականությունը ձայնը կլոնավորում են, ու տենց շատ վստահ դու գիտեք ում հետ եք խոսում, բայց այդ ինքը չի։ Պարոն Մարտիրոսյան, ես վստահ հուսով եմ, այսինքն վստահ չեմ, որ կրկին առաջիկան կորենակ ժամանակ մեզ հյուր գալու, որովհետև սա այն թեման է, որ հարցերը շատ են, հարցից հարց է բացվում, շատ բան ունենք խոսելու, իդեպ Արդի ակադեմիայում ամեն ինչ օքեյ է։ Լավ է։ Տեսնելի հարցեր կա, որոնք ցավոք սրտի բաց են Խոսենք մյուս անգամ։ Այո, մեր հեռուստատեղները պարզապես կոչ անենք, նույնիսկ եթե պարոն Մարտիրոսյանի դեմքով հոլովակ հայտնվի, որ նա կոչ անի ձեզ այստեղ այնտեղ ներդրում անել, միշտ ապեք, որովհետև այնքան էլ որքան դուք հավատում եք պարոն Մարտիրոսյան, միևնույն է, գրեք, զանգեք, հավատացած եղեք, որ դա աղբյուրը տեսեք որտեղից է նախ եւ առաջ եւ ամենամեծ խնդիրը պարոն Մարտիրոսյանի կարծիքով կրթվածության իազեկված լինելու պակասն է։ Դե իրականում մենք ասում ենք մեդիա գրագետ լինեն մարդիկ, բայց պետք է սկզբից գրագետ լինեն ու տեսել եք, չէ՞, երևի հետազոտություն էր, որ Հայաստանում մոտ 26%-ն է, որ կարողանում է տոկոս հաշվել լավ։ Դա արդեն խնդիր է, ել չասած, որ օրինակ դպրոցներում պետք է ֆինանսական գրագիտություն մտնի, այսինքն փոքրուց պետք է երեխեքը հասկանան այնտեղ ավանդը ինչով է տարբերվում աղանդից եւ աղանդ պապուց, որ չխառնվեն, էլի։ Շնորհակալ ենք շատ, պարոն Մարտիրոսյան, մեր հյուրն է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է, եւ եթե նա չի պատասխանում ձեր գրած նամակին WhatsApp-ում, Viber-ում, Messenger-ում, Instagram-ում, հավատացած եղեք, որ ազգի մեծամասնությունը նրան գրել է եւ նա մարդ է եւ հոգնել է։ Իր էջում կան բոլոր հարցերի պատասխանները, ինչը վերաբերում է կիբերանվտանգությանը։ Մնացեք մեզ հետ, այդ տեղից էլ մի երկար գնացած զրույցը, մենք ունենք եւս մի կարևոր հյուր, խոսում ենք մշակույթից, երաժշտությունից, ով է նա, ինչից կխոսենք, մնացեք մեզ հետ։